հանդիսացել Սամվել Կարապետյանի առողջական Ոչ միայն, նաև ջանասիրության իսպառ բացակայությունը քննիչի կողմից։ Օրինակ Սուրեն Խաչատրյանը գտնում է, որ ջանասիրության իսպառ բացակայության վերաբերյալ մեր կողմից ներկայացված հիմնավորումները ամբողջական չեն, որովհետև քննիչի կարծիքը այդտեղ չի երևում։ Այ որ օրինակ Սուրեն Խաչատրյանը դատավոր մանրամասն նայր գործի նյութերը, կտեսներ, որ երբ մենք քննիչին միջնորդում էինք, ասում էինք գործողություններ արա, մենք նաև քննիչից ստանում էինք իր դիրքորոշումը։ Այն է, որ մենք օրինակ անհիմն միջնորդություն ենք անում, եւ դա մերժում էր, ու այդ որոշումները կան գործի նյութերում, բայց երևի Սուրեն Խաչատրյանը այնքան էր շտապում։ Իդեպ իսկապես Սուրեն Խաչատրյանը աննախադեպ է շտապում։ Սուրեն Խաչատրյանը 4 օրում ոչ վարույթ հարուցելու մասին որոշումը։ Ինչ է դա։ Հարգելի գործընկերներ, ես դրա համար ի սկզբանե ասեցի, որ այստեղ իրականում շատ լավ, բայց դուք կարևոր հարց եք տալիս։ Հիմա երկուսին պատասխանեմ։ Վարույթ հարուցելը ինքնին հանդիսանում է առաջնային փուլը մինչև վերջնական որոշում կայացնելու։ Սուրեն Խաչատրյանը չի ասել, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք չպետք է կիրառվի։ Սուրեն Խաչատրյանը ասել է, որ այդ հարցի վերաբերյալ վարույթ հարուցելը ինչ որ իմաստով ավելի վաղ էր, պետք էր ավելի ուշ հարուցել, սենց մի տեխնիկական ֆանտազիայի տիրույթում գտնվող պատճառաբանություն, բայց չի ասել, որ տնային կալանքը պետք է բեկանվի եւ պետք է օրինակ կալանք կիրառված լինի։ Վարույթ հարուցելու մասին որոշումը։ Վարույթ հարուցելու տեղափոխվի մեկուսար, եկեք հետեւյալը ասեմ, դա նշվածը չի կարող ենթադրել, պատճառաբանեմ ինչու։ Քրեական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է մեկ կարգավորում։ Անձի կողմից, եթե առկա է ինտենսիվ խափանամիջոց, կալանք կամ տնային կալանք, դրա լրանալուց 5 օր շուտ պետք է դրա երկարաձգման վերաբերյալ միջնորդություն ներկայացնես։ Սամվել Կարապետյանի դեպքում, ըստ քննչական մարմնի, այն լրացել էր հունվարի 13-ին, վերջնաժամկետը, եւ քննիչի կողմից ներկայացվել է միջնորդություն տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, որը եւ դիտարկվել է դատարանի կողմից, վարույթ է հարուցվել եւ 16:00-ին դատական նիստ է նշանակվել։ Կռահելով հաջորդող հարցադրումները, քրեական դատավարության օրենսգիրքը որևէ կառուցակարգ խափաման միջոցների փոփոխության, երբ արդեն հստակ ժամկետը առկա է, այսինքն այդ 5 օր վաղ ներկայացնելու սահմանափակումը չի նախատեսում։ Հետևաբար, արդյոք դատախազությունը եւ քննչականը ամեն կերպ քաղաքական հետապնդման շրջանակներում երևի թե նույնիսկ երազում են տեսնել Սամվել Կարապետյանին կալանավորված, բայց իրենք ունեն մեծագույն խոչընդոտ։ Դա քրեական դատավարության օրենսգիրքն է։ Կամ Հայաստանի Հանրապետությունում թող կան արձանագրեն, որ քրեական դատավարության օրենսգիրքը դրվում է մի կողմ, կամ պարզապես պետք է ստիպված լինեն կրկին դիտարկել տնային կալանքի երկարաձգման միջնորդությունը, որի վերաբերյալ մենք ունենք առարկություն։ Այսինքն հրապարակումները, պարոն Վարդևանյան, որ ԱԱԾ մեկուսարան են տեղափոխելու, չեն համապատասխանում իրականությանը։ Նաիրի բժշկական կենտրոնում է գրված, խնդրում հաստատեք Խնդրեմ հետեւյալ կերպ նայենք։ Մենք հայտարարել էինք, չէ, որ առողջական որոշ հանգամանքներ են ի հայտ եկել։ Դա ինչ է իրենից ենթադրում։ Դա նշանակում է, որ պետք է անձը ստանա բժշկական օգնություն։ Բժշկական գաղտնիքից ելնելով եկեք ես այդ մանրամասները չբացահայտեմ, բայց այն, որ Սամվել Կարապետյանը բժշկական օգնության իրավունքի տիրույթում է, դա փաստ է, դրան ավելացնելու բան չունի։ Մի պարզ հարց էլի խնդրում եմ պատասխանել, որպեսզի մեր հեռուստադիտողները հասկանան։ Վերաքննիչի որոշումը ինչի մասին է, ինչ է նշանակում։ Ռուբեն Հակոբյանը մեզ ասել է, որ դա նշանակում է տնային կալանքը վերացվում է եւ ուժի մեջ է մտնում կալանքի որոշում ասել կամ կալանավորման հարցը։ Վարույթ հարուցելու մասին որոշումը բեկանվել է վերաքննիչ քրեական դատանի կողմից հակակոռուպցիոն ուղղվածությամբ։ Արդյոք դրա հետևանքը ի վերջո դա է։ Այո, բայց արդյոք դատարանը հենց ուղիղ գնահատականը տվել է տնային կալանք թե կալանք, ասում եմ, որ ոչ։ Կարող էր արդյոք այդպես անել, կարող էր, այդպես չի արել։ Հիմա մնացած հարցերը ուղղեք Սուրեն Խաչատրյանին օրինակ։ Ամեն դեպքում պարոն Կարապետյանը տեղափոխվել է մեկուսարան եւ բժշկական հարցերը ըստ այս որոշման 48 ժամվա համար, եթե անձը չունենար բժշկական օգնության եւ սպասարկման անհետաձգելի իրավունքի իրացման հարցեր, այո, այդ հարցը կարող էր դիտարկվել։ Այսինքն պետք է 48 ժամվա ընթացքում, որովհետև հունվարի 18-ին լրանում է անձի անձնական ազատության իրավունքի սահմանափակման հարցը, բայց ինչի եմ ասում կարող է, որովհետև օրինակ այսօր դատավոր Դոլմազյանը քննության առարկա պետք է դարձնի տնային կալանքի երկարաձգման հարցը, տնային կալանքի, եւ եթե օրինակ տնային կալանքի այս որոշումը մի մասով այո կարող է ազդել, որովհետև Սամվել Կարապետյանի նկատմամբ կոչեր
կամ հրապարակային հայտարարություններով հանդես գալու սահմանափակում չի կարող կիրառվել։ Պարոն Վարդանյանը, եթե Դոլմազյանը 3 ամսով ենթադրեք տնային կալանքը երկար ձեռք, որը Մենք միջդատական վարույթում ենք գտնվում, չի կարող ուղղակի, որովհետև տեսեք, դատարան ներկայացվում է միջնորդություն։ Գործընկերներ, եկեք այս մասը միասին բացահայտենք։ Օրենսգիրքը նախատեսում է, որ ժամկետը կալանքի կամ տնային կալանքի լրանալուց 5 օր շուտ պետք է ներկայացվի միջնորդություն երկարաձգման, եթե նման անհրաժեշտություն կա, եթե չկա չի ներկայացվում։ Բայց այդ 5 օր շուտից ուշ չեն կարող ներկայացնել։ Եթե այդ ժամկետի պայմանը խախտվում է, չի կարող նման միջնորդություն ներկայացվել։ Քննիչների կողմից ներկայացվել է տնային կալանքը երկարաձգելու միջնորդություն։ Իդեպ որի մեջ նաև բոլոր պատճառաբանությունները, հիմնավորումները, թե իրենց պատկերացման միջի տնային կալանքը պետք է պահպանվի, ներկայացված է։ Հիմա դա կլիներ Սուրեն Խաչատրյանի որոշումը ամսի 16-ին, կլիներ ամսի 18-ին, թե 19-ին, եթե ամսի 13-ին ուղիղ չէր կայացվում, իրավական նշանակություն չի կարող ունենալ։ Պարոն Վարդանյան, դուք նշեցիք, որ հակագործություն դատարանական ստատուտը ելնելով նաև առողջական խնդիրների վերաբերյալ եւ մի շարք այլ հանգամանքներով պայմանավորված, բայց նաև պիտի նշեցնեմ, որ փորձագիտական քաղաքական դաշտը խոսում է այսպես կոչված քաղաքական հրահանգ է, հա, իջեցված, երբ որ կանխատեսում էին Սամվել Կարապետյանը որոշ ժամանակ անց նորից կալանավորվելու է։ Դուք որքանով եք սա իրատեսական։ Մերի ջան, ես կարող եմ հստակ ասել, որ առնվազն այս ամբողջ ընթացքը այն ժամանակահատվածում այս կարճ, որ նույնիսկ Սամվել Կարապետյանին թույլ չտվեցին այցելել իր հոր գերեզմանին, ցույց է տալիս, որ այստեղ չի կարող լինել որևէ պայմանավորվածություն։ Ավելին, Սամվել Կարապետյանի վարքագծից, ընդհանուր իր կենսագրական տվյալներից դուք կարող եք պատկերացումը արդեն կազմել, թե մենք ինչ տեսակ մարդու մասին ենք խոսում։ Չի կարող նման բան լինել։ Եվ ավելին, մենք խոսում ենք մի աբսուրդային իրականության մասին, մի իրավական, կներեք, ամենաթողության, բեսպրեդելի մասին, որը տեղի է ունենում Սամվել Կարապետյանի գործով, որը տեղի է ունենում հունիսի 17-ից, երբ Facebook-յան արդարադատությունով է որոշվում ամեն ինչ։ Դուք կհիշեք, նախորդ անգամ մենք դատական նիստի էինք, Հայկական ժամանակը արդեն ասել էր, թե ինչ ելք է լինելու։ Իդեպ ես սարսափում եմ կարդալ Հայկական ժամանակը այսօր, թե տեսնենք հիմա ինչ են կանխատեսելու այս դատական նիստի հետ կապված։ Իրենք կարողանում են ավելի շուտ իմանալ, համաձայն եմ։